ազգային ժողով գալուց Տիկին գլխավոր դատախազ իրոք պետք է գալ այնպիսի գործերով, որոնք իրենցից պողպատե ապացույցներ ներկայացնող գործեր են ներկայացնում, որոնք ունեն դատական հեռանկար եւ ոչ ես, ոչ իմ գործընկերները, ոչ դուք, ոչ որևիցե մեկը, ոչ նամանավանդ պարոն Աղազարյանը կամ պարոն Արքայանը համոզված չեն, որ այստեղ առկա է կամ բացակայում է դատական հեռանկարը, բայց մենք այդ համոզմունքը մեզ մոտ պետք է ձևավորվի եւ սա շատ կարեւոր է։ Այդ համոզմունքը պետք է ձևավորվի նաեւ այն պարզ պատճառով, որովհետեւ ի վերջո ուզենք թե չուզենք դատավորները, որոնք քննելու են այս գործը, անդրադառնալու են այս լսումներին։ Դատավորը առաջնորդում է օրենքով եւ սեփական համոզմամբ։ Եվ ենթադրում է, որ այս քննարկումներից հետո ավելի շատ պատասխաններ պետք է ունենան մեր գործընկերները, քան հարցեր, որովհետեւ եթե հարցականները ավելի շատ են լինում, քան պատասխանները, շատ դժվար է լինում գնալ առաջ։ Չեմ կարող չանդրադառնալ պարոն Տարոն Մարգարյանի բացակայությանը, ես համարում եմ դա ոչ այնքան ընդունելի, թեկուզ դատավարական կամ ռազմավարական կամ մարտավարական ստրատեգիա։ Երբ որ դու ունես հնարավորություն ազգային ժողովի ամբիոնում հարության առջև ներկայացնես քո նկատմամբ ներկայացված մեղադրանքները եւ պաշտպանես դրանցից, եւ դու պարզապես անտեսում ես կամ զրկում ես ինքդ քեզ այդ հնարավորությունից, ասելով որ սա քաղաքական հետապնդում է։ Okay։ Եթե այդպիսի ճակերտավոր մտավախություններ ունեիք, գայիք եւ ասեիք, որովհետեւ ի վերջո ազգային ժողովը պետք է դիրքորոշում ձևավորի հարցերի վերաբերյալ։ Ես հասկանում եմ շատ լավ գլխավոր դատախազությունը։ Գիտեք, մեզ մոտ ոչ մի օր չի անցնում առանց հանրության կողմից հնչած մեղադրանքի։ Ոչ ոք այս ընթացքում պատասխանատվության չենթարկվեց, սա ով ինչ թալանել է վայելում է, պետությանը ոչ մի կոպեկ չի վերադարձվել, որևիցե գործով ոչ մի աղավար չկա, այսօր բռնում են, վաղը բաց են թողում եւ այլն։ Այո։ Սա այն խնդիրները են, որոնց մասին մենք անընդհատ խոսում ենք։ Եվ հասկանալի է, որ դատախազությունը եւ իրավապահ մարմինները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք ունենալ արդյունավետ արդարադատության իրականացման հնարավորություն։ Բայց չեմ կարող չանդրադառնալ նաեւ մեկ այլ կարևոր էլեմենտի։ Ժողովրդավարությունը, ժամանակակից հասարակություն դա սոցժողովրդավարությունը չի։ Այն ժողովրդավարությունն է գումարած մարդու իրավունքների պաշտպանությունը եւ գումարած եւ նախևառաջ իրավունքի գերակայության ապահովումը։ Եվ իրավունքի գերակայության ապահովումը շատ դեպքերում ստիպում է մեզ տալ հարցեր, տալ բարդ հարցեր մեր գործընկերներին, տալ բարդ հարցեր գլխավոր դատախազին, որովհետև գիտեք, եթե մենք չապահովենք իրավունքի գերակայությունը, եթե մենք չունենանք համոզմունք, որ բոլոր այն անձինք, ովքեր հայտնվել են քրեակատարողական հիմնարկներում, հայտնվել են այնտեղ, որովհետև վերջիններս կատարել են քրեորեն պատժելի արարքներ, մենք չենք ունենա հնարավորություն կամ առավելություն հայտարարելու, որ մենք ունենք իրավական պետության, իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական պետություն։ Հարգելի գործընկերներ, այսօրվա քննարկումները իհարկե հաճելի չեն, ինձ թվում է որևիցե մեկիս համար, որովհետև ի վերջո խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից առաջնային մանդատ ստացած երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, բայց սա ժողովրդավարական գործընթացի բաղկացուցիչ մասն է, առանց որի մենք չենք կարող շարժվել առաջ։ Մենք բոլորս գտնվում ենք երդման ներքո։ Մենք պարտավոր ենք առաջնորդվել օրենքով, մենք պարտավոր ենք առաջնորդվել սահմանադրությամբ, մենք պարտավոր ենք առաջնորդվել սեփական համոզմամբ։ Եվ մենք բոլորս պարտավոր ենք առաջնորդվել սեփական խղճով։ Եվ միայն այս բոլոր էլեմենտների հանրագումարը կարող է տա այն պատասխաններ, որոնք անհրաժեշտ են մեզ, անհրաժեշտ են մեր գործընկերներին եւ անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։